Պարոն Սահակյան, լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը։ Դրա պատճառով տուժում են սպառողները, մեր ամբողջ բնակչությունը, սոցիալակառույցները, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են սննդամթերքը գնել արհեստականորեն ուռճացված գներով։ Տուժում է բիզնեսը, եւ որովհետեւ շուկան փակ է մրցակցության համար, եւ չհիմնավորված ծախսերի պատճառով։ Հիմա նոր վարչապետը հայտարարում է, որ բոլորը այսուհետև կարող են զբաղվել ներկրմամբ առանց խոչընդոտների։ Իսկ եթե խոչընդոտներ լինել, առաջարկել է Պետրոս Ղազարյանին զանգարել իր հեռախոսին եւ այդ խոչընդոտների մասին հայտնել։ Կարծում եմ, որ դա հարցի լուծման մեխանիզմ չէ։ Եվ առաջարկում եմ, որ դուք, որպես ազգային ժողովի նախագահ, հասարակության ուշադրության կենտրոնում այս հարցը դնելու նպատակով հրավիրեք ազգային ժողովի լսումներ, եկեք այս հարցերը իսկապես դարձնենք լուրջ քննարկման առարկա, շատ կարևոր է, որ թափանցիկ քննարկվեն այս հարցերը, մենք հասկանանք ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ինչ միջոցառումներ անհետաձգելի կարելի է անցկացնել, որ այդ մենաշնորհները վերջապես վերացվեն, ապօրինի մենաշնորհները։ Սա կարծում եմ այսօր հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Կարծում եմ սրանից բոլորս կշահենք, եթե ազգային ժողովի լսումներ անցկացվեն։ Շնորհակալություն։ Իհարկե միշտ էլ կարող ենք լսումներ անցկացնել, համենայն դեպս նախ փաստեր են պետք, առավել եւս եթե վարչապետը այդ մասին խոսել է, առաջիկայում իր բանաձևը կներկայացնի, դա քննարկման ժամանակ հարց եք տվել, պատասխանել է, թե կարող են նաեւ իրեն դիմել, բայց ես կարծում եմ, որ բավականին լուրջ եւ մեծ կառույց կա այդ գործով զբաղվող։ Ինձ թվում է անհրաժեշտ է մի փոքր սպասել, տեսնել կառավարությունը ինչի անում, այդ իմաստով նաեւ հրավիրել կառավարությանը, եթե անհրաժեշտություն լինի։